Իրանում վիճակը շարունակում է լարված մնալ, Թեհրանում ցուցարարները սկսել են այրել բարիկադները եւ փակել փողոցները։ Իլամի նահանգում էլ ցուցարարները մտել են Քեշավարզի բանկի շենք եւ ոչնչացրել այնտեղ գտնվող բոլոր փաստաթղթերը։ Սիրվան քաղաքում բնակիչները հայտարարել են համընդհանուր գործադուլ, փակել խանութները եւ դուրս եկել փողոցներ, վանկարկելով մահ Խամենեիին։ Միացյալ Նահանգներում շարունակվում են ներգաղթի եւ մաքսային ծառայության այսի աշխատակիցների ապօրինի գործողությունների դեմ ցույցերը։ Օրերս ծառայության աշխատակիցը Մինեապոլիսում 37-ամյա կնոջ է սպանել։ Մենք արդարություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք, որ այսը հեռանա մեր փողոցներից, վանկարկել են ցուցարարները։ Ֆրանսիայում ֆերմերները տրակտորներով գրոհել են Փարիզի կենտրոնը։ Նրանք բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու Եվրամիության մտադրության դեմ։ Նրանք գտնում են, որ Հարավային Ամերիկայից էժան գյուղմթերքի ներկրումը կվնասի իրենց ապրուստին։ Թուրքիան կարող է խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա հրադադարի հաստատումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Կոկայինի բոլոր սիրահարներին ցավով պետք է տեղեկացնել, որ Միացյալ Նահանգների նախագահը չի սիրում կոկային։ Այսպես է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատասխանել հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները հաղթելու կոկայինի դեմ պատերազմում, եթե ամերիկացիները սիրում են այն։ Միացյալ Նահանգների նախագահն էլ The New York Times-ին տված երկժամյա հարցազրույցի ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է տարիներ շարունակ վերահսկել Վենեսուելան եւ նրա նավթային եկամուտները։ Միայն ժամանակը ցույց կտա, թե Միացյալ Նահանգները որքան կվերահսկի Վենեսուելան, ասել է Թրամփը։ Հարցին, թե դա կլինի 3 ամիս, 6 ամիս, 1 տարի, թե ավելի երկար, նա պատասխանել է. Ես կասեի շատ ավելի երկար։ Միացյալ Նահանգները քայքայում է համաշխարհային կարգը վերածելով ավազակների որջի, հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, խստորեն քննադատելով Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը։ Մեր ամենակարևոր գործընկերը Միացյալ Նահանգները, որը նպաստել է այս համաշխարհային կարգի կառուցմանը, այժմ քայքայում է արժեքները, ասել է նա։ Համացանցում հրապարակվել է Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայինների կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու նրա կնոջ առևանգումը պատրաստված արհեստական բանականության միջոցով։ Ստամբուլում ուժեղ փոթորկի պատճառով նավեր են կողաշրջվել ու խորտակվել։ Ուկրաինական Դնեպրոպետրովսկն էլ հայտնվել է խավարի մեջ։ Ռուսաստանի հարձակումից հետո շրջանի բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։